Հիմա այս խաչքարը տեսնում եք, 13-րդ դարում այդ ներկով ներկվել է համ խաչքարը, այս հատվածը, այս բոլորը սուր կարմիր անցած 1200 մինչև 50 թվական։ Ես խաչքով ոչխ իմացար, ինքը կոչվում է այդ ներկը Որդան կարմիր։ Որդան կարմիրով ներկված է։ Որդան կարմիրի մասին էլ չէ իմացանք։ Այս խաչքարը կոչվում է ասեղնագործ խաչքար։ Ով կար ասի։ Ինչ է այդպես կոչվում։ ասեղով է։ Ասեղով է քանդակված քարը։ Որովհետև կարելի ասել, որ մենք ասեղնագործություն ենք անում, կարող ենք այսպես նախշեր անենք և դրա համար էլ կոչվում է։ Տեսնում եք, հələ տեսեք, ինչ բաղ այսպես գծեր ակվաշված, փուքտիկ, ու գիտեք ինքը տուվ քարով է սարքած, տուվ քարը շատ հապուկ քար է, հապուկ, ու շատ հնարավոր է, որ սենց ամեն շարժման ժամանակ այդ քարը ջարդվեր, բայց մեր վարպետը խաչքարագործ այսպես ասած, այնքան ուժեղ է իմացել իր արվեստը, արհեստը, ինչ ասեն, որ ուրեմն տեսեք ինչ մանրակրկիտ, կարծես ասեղով առաստին են, այդ համար կոչվում է ասեղնագործ, լավ, մի հատ